Լեհաստանը գտնվում է Ռուսաստանի հետ անմիջական ռազմական բախման եզրին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Սա վիճակ է պատերազմի և խաղաղության միջև, ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Վերջինս ընդգծել է, որ յուրաքանչյուր սցենար պետք է շատ լուրջ դիտարկել։ Եվրոպացիների կողմից Ուկրաինայի ֆինանսավորման ուղղված միջոցների մեծ մասը թալանվելու է։ Նման տեսակետով հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլիկ քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եվրոպացիները ողջամտորեն անհանգստանում են Կիևի ֆինանսավորման համար։ Բոլոր ֆրանսիացիները պետք է ապստամբեն և ազատվեն Եվրամիություն ՆԱՏՕ այս դժոխային համակարգից, որը տանում է դեպի պատերազմ։ Նման կոչով հանդես է եկել ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Քաղաքական գործիչը զառանցանք և ծայրահեղ լուրջ է անվանել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունները մինչև 2029 թվականը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր պատերազմի մասին։ Բոլոր ֆրանսիացիները պետք է ապստամբեն և ազատվեն Եվրամիություն ՆԱՏՕ այս դժոխային համակարգից, որը մեզ տանում է դեպի պատերազմ։ Ազատագրենք Ֆրանսիան հանուն խաղաղության, հայտարարել է Ֆիլիպոն։ Ուկրաինային չի կարելի Եվրամիություն ընդունել, կապված տերության ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու կոռուպցիոն սկանդալի հետ։ Նման տեսակետ է հայտնել Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Սա Եվրամիության անդամակցության լուրջ բանակցությունների առաջին պայմաններից մեկն է։ Եվրամիությանը չի կարող անդամակցել կոռումպացված երկիրը, ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Վերջինս ընդգծել է, որ Արևմուտքը պետք է պնդի, որ Կիևը պատշաճ հետաքննություն անցկացնի։ Ֆրանսիան շարունակում է զինել Ուկրաինային, բայց արդեն ոչ մի ինքնաթիռ չի օգնի Կիևին փոխել իրավիճակը մարտի դաշտում։ Այսպիսով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից Ռֆայել կործանիչների վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։ Ինչ ինքնաթիռներ էլ վաճառվեն Կիևի ռեժիմին, իրավիճակը ռազմաճակատում փոխել դա չի օգնի, ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը նշել է, որ Փարիզը շարունակում է զինել Կիևին, պլանավորելով դա անել նաև ապագայում։ Նա նշել է, որ նման գործողություններով ֆրանսիական իշխանությունները չեն նպաստում խաղաղության գործին, այլ միայն հրահրում են ռազմական և պատերազմական տրամադրություններ։